Այս խնդրում մեզնից պահանջվում է տարբեր շարքերի միջին թվաբանականներից ընտրել, թե որը կլինի մեծագույնը։ Դե հասկանանք, թե ինչպես կարող ենք հեշտ հաշվել միջին թվաբանականը A օրինակի վրա եւ հետո արագ նույն տարբերակով հաշվենք B, G, D եւ E պահանջների միջին թվաբանականները ու գտնենք դրանցից որը կլինի ամենամեծը։ Դե 1-ից մեծ եւ 101-ից փոքր երկուսի բազմապատիկ թվերը կլինեն 2-ը, 4-ը, 6-ը, 8-ը եւ այսպես շարունակ մինչեւ կվերջացնենք 100-ով, հա։ 102-ը արդեն կլինի 101-ից մեծ։ Ինչպես հաշվենք այս թվերի միջին թվաբանականը։ Նախ, եթե ունենք նույն չափով աճող թվերի շարք, շատ հեշտ է հաշվել այդ թվերի գումարը։ Բացատրենք, թե ինչպես։ Մենք կարող ենք նույն թվերը գրել հակառակ հերթականությամբ, հա։ Եվ այսպես կշարունակենք, մինչև վերջում կունենանք 6, 4 եւ 2։ Հասնունից ասես նույն շարքը կրկնեցինք, եւ եթե ամեն սյունում վերև եւ ներքևի թվերի իրար գումարենք, միշտ ստանալու ենք 102, հա, եկեք գումարենք։ Ինչու՞, որովհետեւ այստեղ 2 + 100 տալիս է 102, հետո վերևի թիվը մեծանում է 2-ով, ներքևինը փոքրանում 2-ով։ Ու եթե թվերից մեկը մեծացնում ենք 2-ով, մյուսը փոքրացնում 2-ով, գումարը արդյունքում չի փոխվում։ Ընդհանուր ունենում ենք 0 փոփոխություն։ Ու այսպես գնանք մինչև վերջ։ Ահա։ Ու քանի հատ 102 կստացվի արդյունքում։ Դե 2-ը դա 2 անգամ 1-ն է, 100-ը 2 անգամ 50, հա։ Մենք ունենք 2-ի բազմապատիկ թվերը 2 անգամ 1-ից մինչև 2 անգամ 50։ Ուրեմն կունենանք 50 հատ թիվ եւ փաստորեն մեր բոլոր այս ստացված թվերի գումարը կլինի 50 անգամ 102։ Բայց այսպես մենք հաշվեցինք բոլոր թվերի գումարը 2 անգամ, չէ՞, որովհետև մի անգամ գրել ենք 2-ից 100 վերևի շարքում, մի անգամ էլ ներքևի շարքում։ Այսինքն եթե մենք ուզում ենք իրական գումարը գտնել, պետք է նաև սա բաժանենք 2-ի, որպեսզի ստանանք իրոք շարքի թվերի գումարը, ոչ թե դրա կրկնակի։ Եվ այս ամենը հաշվելուց հետո էլ մենք պետք է բաժանենք այն 50-ի, որովհետև միջին թվաբանական հաշվելուց պետք է հաշվենք բոլոր թվերի գումարը, այնուհետև բաժանենք քանակի վրա։ Այսինքն, ինչ ստացվեց, հա։ Մենք վերցրինք եզրային թվերը իրար գումարեցինք, 2-ին գումարեցինք 100, որպեսզի ստանանք, թե ամեն զույգում գումարը ինչքանի հավասար կլինի, այնուհետև բազմապատկեցինք քանակով, եկեք քանակ ուղղակի հենց այդպես էլ գրենք քանակ, որովհետև եթե մենք անգամ չհաշվեինք 50-ը, ոչինչ չէր փոխվի, շուտով կհասկանանք թե ինչու, ու ստացանք շարքի գումարի կրկնապատիկը։ Այնուհետև, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի, բաժանեցինք այս ամենը 2-ի, ահա։ Եվ որպեսզի հաշվենք միջին թվաբանականը, գումարն էլ բաժանեցինք քանակի վրա։ Ինչպես տեսնում եք, քանակով թե բազմապատկել ենք, հետո էլ բաժանել ենք քանակի վրա։ Այսինքն քանակները կարող ենք իրար հետ կրճատել։ Ինչպես այստեղ կարող ենք 50-ը 50-ի հետ կրճատել։ Ու կստացվեր արդյունքում միջին թվաբանականը 2-ին գումարած 100 բաժանած 2, 51։ Սա արեցինք A դեպքի համար, նույն անենք B, G, D եւ E դեպքերի համար։ Նույն իրավիճակն ենք ունենալ, ուղղակի փոխվելու է քանակը եւ սկզբի ու վերջի թվերը։ Քանակը, ինչպես տեսանք, չի ազդում, մենք բազմապատկում ենք, հետո բաժանում, նույն մեթոդով արդեն առանց բոլոր գործողությունները գրելու հաշվենք B, G, D եւ E պահանջի շարքերի միջին թվաբանականները։ Դե 1-ից մեծ եւ 101-ից փոքր 3-ի բազմապատիկ թվերը կլինեն 3-ը, 6-ը, 9-ը, մինչեւ 99։ Հաջորդը 102-ն է, որը 101-ից մեծ է։ Դե եզրային թվերն են 3-ը եւ 99-ը, դրանք գումարենք իրար։ Հետո պետք է բազմապատկենք քանակով, բայց չենք անի, որտեղ վերջում կրճատվելու է։ Պետք է բաժանենք 2-ի ու կրճատենք քանակով, ինչը արդեն արել ենք։ Ու կրկին կստանանք 51։ Սա էլ ստացվեց 51, եկեք ամեն շարքի կողք գրենք, թե ինչ ստացանք։ A-ը 51 էր, B-ն էլ էր 51, անցանք G-ին։ G-ում ունենք շարք 4, 8, 12, այսպես մինչև 100, չէ՞։ Քանի որ 100-ն էլ է բաժանվում 4-ի։ Դե ու հաշվելու համար միջին թվաբանականը, այստեղ նշենք, որ սա G-ն է, 4-ին կգումարենք 100 ու կբաժանենք 2-ի։
կստացվի 104-ը բաժանած 2-ի 52։ Դա էլ G պահանջի միջին թվաբանականն է։ 5-ի բազմապատիկ թվերը կլինեն D-ում 5-ը, 10-ը եւ այսպես շարունակ մինչեւ 100-ը։ 105-ը արդեն 101-ից մեծ է ու միջին թվաբանականը հաշվելու համար 5-ին կգումարենք 100 ու կբաժանենք 2-ի։ Կտա 105 երկրորդ, որը 52.1 երկրորդն է։ Գրենք այստեղ 52.1 երկրորդ ու մնաց Ե պահանջը, որում ունենք 6-ի բաժանվող թվերը, դրանք են 6-ը, 12-ը, 18-ը եւ այսպես մինչեւ 96-ը։ 96-ից հետո հաջորդը 102-ն է, որը 101-ից մեծ է ու կունենանք 6-ին գումարած 96 բաժանած 2-ի, մեր միջին թվաբանականը, որը կտա 51։ Այսինքն այստեղ ունեցանք նույն միջին թվաբանականը, ինչ A եւ B պահանջներում ու տեսնում ենք, որ ամենամեծը 5-ի բազմապատիկ թվերի միջին թվաբանականն էր 52.1 երկրորդ, այնպես որ մեր պատասխանը կլինի D։